Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացումն առաջին հերթին քաղաքական լուրջ քայլ է, որը ցույց է տալիս երկու երկրների բարեկամական հարաբերությունները։ Ազատությանն այսօր ասաց Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը։ Վիզայի ռեժիմի վերացումը տեղի է ունենում բարեկամ երկրների միջև, ընդ որում նաև դաշնակից ռազմավարական հասնող բարեկամ պետությունների միջև, մանավանդ այս օրերի, այսինքն տարածաշրջանում այս նոր քաղաքական իրավիճակում սա կարծում եմ շատ լավ ժեստ է քաղաքական առումով։ Վիզային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը 2 օր առաջ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների կողմից ստորագրվեց Իրանի նախագահի նստավայրում։ Համաձայնագիրը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով առանց մուտքի արտոնագրի կարող են գտնվել միմյանց տարածքում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով ևս նման համաձայնագիրը ցույց է տալիս երկու երկրների մեջ առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը։ Քայլը արդեն վաղուց նույնիսկ որոշ ժամանակ առաջվանից էլ անհրաժեշտություն էր մեր երկու երկրների միջև, հաշվի առնելով հատկապես այն Իրանը, որը ունենք այսօր, Իրան, որը դուրս է եկել պատժամիջոցների ռեժիմից, եւ Իրան, որը ձգտում է աշխարհի հետ հաստատել բոլորովին նոր որակի կապեր եւ հարաբերություններ։ Իսկ այդ հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ։ Ոսկանյանը նկատում է, որ չնայած նախկինում էլ իրանցիների համար դժվար չէր Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալը, այդուհանդերձ գործընթացի հեշտացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ զբոսաշրջության զարգացման վրա։ Իրանցիները մի ժողովուրդ են, որոնք կարող են այս պահին որոշել ընդամենը մի քանի ժամ հետո գնալ այլ երկիր։ Հայաստանում իրանական երկու ավիաընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ գործարար Արլեն Դավուդյանն ասում է, որ վիզային ռեժիմը բարդացնում էր զբոսաշրջիկների գալուստը։ Ազատականացումից հետո գործարարը նախատեսում է ավելացնել Թեհրան-Երևան թռիչքների թիվը, ինչպես նաև իրականացնել չվերթներ իրանական այլ քաղաքներից։ Մենք ամենայն դեպս սպասում ունենք, որ ուղևոր կշատանա, հենց այդ առումով էլ մեր ավիաընկերությունը մահանի ներկայություն որ ունենք, մոտավորապես կարող ասեմ շաբաթական մոտ մի 600 աթոռ կավելացնի շուկայի մեջ։ Մենք 3 հավելյալ չվերթ ենք նախատեսում շաբաթական կատարելու։ Այսինքն չվերթների քանակը ներկայդրությամբ եթե հիմա 7-ն է, կհասնի մոտավորապես 11-ի։ Հյուրանոցային բիզնեսի ոլորտում աշխատող իրանահայ գործարար Համլետ Գրասկյանն էլ ակնկալում է, որ վիզային ռեժիմի ազատականացումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև աշխատուժի տեղաշարժի մեծացմանը։ Այդուհանդերձ երկու երկրների ներուժն ըստ գործարարի թույլ է տալիս ավելի խորը հարաբերություններ հաստատել։ Դրա համար պետք է իրականացնել հարկային, հատկապես հակամենաշնորհային առավել խիստ քաղաքականություն։ Հարկային քաղաքականությունը, եթե կարողանա ստեղծի այնպիսի իրավիճակ, որ մարդը կարողանա ապրանքը մի քիչ էժան առնի Հայաստանում, դա հսկայական փոփոխություն կառաջացնի եւ մեծ թվով։ Թեհրանը 12 միլիոն բնակիչ ունի։ Օրական 5 օդանավ 1500 մարդու շրջանառության մասին է գալու, հյուրանոց գնալու, ռեստորան մտնելու եւ այլն եւ այլն։ Շուրջ 25 տարի Իրանից Հայաստան ուղևորափոխադրումներով զբաղվող Արլեն Դավուդյանի խոսքով տարեկան Հայաստան է գալիս շուրջ 35,000 իրանցի։ Այդուհանդերձ ըստ գործարարի, եթե չփոխվի վերաբերմունքն իրանցիների հանդեպ, արտոնագրային ռեժիմի փոփոխությունը տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա։ Մենք ենք սպասարկողը, մենք պետք է փորձենք համակերպենք իրանց, շահենք մարդկանց կբերենք, մարդիկ կբերեն ստեղ գումար կծախսեն, այդ գումարը ստեղ կմնա, հարկեր կգոյանա եւ պետությունը կհարստանա եւ ժողովուրդը որ կսպասարկի։ Եթե կկարողանանք դա անել, եթե չէ, այն մարդը կգա, ինչքան էլ ուզում ես ազատականացրուր, բացիր, բայց եթե գաս տա իրան անհարմար կզգա, չի գա մյուս անգամ։ Հայաստանի և Իրանի միջև ազատականացված վիզային ռեժիմը կգործի շաբաթներ անց, երբ համաձայնագիրը կանցնի ներպետական ընթացակարգերով։